Փաշինյան Ալիև հանդիպում, ելույթ ԵԽԽՎ-ի ամբիոնից, Արցախի հարց, իմպիչմենտ ու ընտրություն։ Հայաստանի արտաքին ու ներքին կյանքում զարգացումները բավականին արագ են ընթանում։ Վերջին օրերին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների մասին տաղավարում զրուցելու եմ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան։ Սկսենք վերջին իրադարձությունից։ Կոպենհագենում Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են, ըստ պաշտոնական հաղորդագրության, խոսել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորության եւ դրանք պահպանելու կարևորության մասին, խոսել են TRIP-ի եւ ողջունել են ԵՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցումը։ Ձեր գնահատմամբ ինչ ազդեցություն կունենա այս հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Կարող ենք ասել, որ խաղաղության գործընթացի իրական առաջընթաց կա, թե դրանք ավելի շատ արտաքին ցուցադրական շեշտադրումներ են։ Իրական առաջընթաց կարող է լինել մենակ մի պայմանում, երբ որ Ադրբեջանը իր ստորագրությունը դնի խաղաղության պայմանագրի տակ։ Մի բան, որից Ադրբեջանը հրաժարվում է անել, ինչը նշանակում է, որ Փաշինյանի թիմի բոլոր պնդումները այն մասին, որ մենք արդեն կարող ենք թուլանալ, մենք վայելել խաղաղությունը, մենք արդեն խաղաղության մեջ ենք, դա ընդհանրապես պրոպագանդա է, կեղծիք, որը չի համապատասխանում իրականությանը։ Նույն համատեքստում, Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության համատեքստում Ադրբեջանը շատ է շահարկում Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, թեպետ գործող իշխանությունը պնդում է, որ Վաշինգտոնում որևէ չի այդ փաստաթղթում նախաստորագրված փաստաթղթում չի հիշատակվում այդ տերմինը, բայց այդուամենայնիվ Ադրբեջանը շահարկում է դա եւ այս համատեքստում Զանգեզուրի միջանցք ձևակերպմանը եւ առաջին նախագահի առաջարկած Զանգեզուրի տրանսպորտային հանգույց տարբերակին։ Ինչպես է ՀԱԿ-ը գնահատում Հայաստանի ինքնիշխանության վտանգները, եթե դառնա երկու խոշոր նախագծերի խաչմերուկ TRIP եւ BRICS։ Նախ խոսենք Զանգեզուրի միջանցքի, այսպես ասած, հասկացության մասին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ամեն տեղ կռիվ է տալիս, որ այդ անունը տենց մի դրեք, սա մեր ինքնիշխան տարածքն է, մենք ոնց որ կասենք, տենց էլ կկոչեք, դա պիտի կոչեք Թրամփի ուղի։ Այդ կռվից եւ տերմինաբանական այս գզվրտոցից ոչ մի բան չի փոխվում։ Էությունը մնում է նույնը, ինչի մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը հենց ստորագրության արարողակարգի ժամանակ, ընդ որում կարդալով տեքստից չես կարող ասել, որ ուղղակի տենց ինչ-որ լեզվի սայթակում է եղել կամ ինչ է եղել։ Նա բառացիորեն ասեց հետևյալը, որ Հայաստանը մեզ խոստացել է 99 տարով տալ այս միջանցքը, որը պիտի կապի Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Իսկն սրա բացատրությունը մինչև հիմա տրված չի։ Եթե հրապարակված փաստաթղթերում նման բան չկա, իսկ հրապարակված փաստաթղթերում իսկապես նման բան չկա, հետևաբար հարց է ծագում, իսկ Դոնալդ Թրամփը ինչու է դա անվանել միջանցք, այն էլ հայտնել, որ 99 տարով Միացյալ Նահանգները դա վերցնում են։ Եվ ինչու է Ալիևը նույն տեսակետի, որ դա իսկապես մի միջանցք է, որը օգտագործվելու է անխոչնդոտ Ադրբեջանի կողմից եւ դրանով դրում են Զանգեզուրյան միջանցք։ Այստեղ գլխավոր հարցը իսկապես մեր ինքնիշխանության հարցն է։ Օրինակի համար գլխավոր հարցը հետեւյալն է։ Մենք եթե կառուցվի այդ այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը կամ Թրամփի ուղին որևէ նշանակություն չունի ոնց ենք անվանելու, մենք հնարավորություն ունենալու ենք այդ նույն տեղանքով, այդ նույն Սյունիքի Զանգեզուրի տարածքով այլ ուղիներ կառուցելու։ Ինչ ենք այս հարցը տալիս, որովհետև եթե ամեն ինչ բավարարվի սրանով, կնշանակի Հայաստանը սրանից հետո իր խոշոր բեռնափոխադրումները եւ այլն պետք է անի միայն Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով։ Օրինակի համար մենք չենք ունենա ճանապարհ Սև ծովից դեպի Պարսից ծոց Հայաստանով։ Այսինքն մենք կարող ենք ունենալ երկաթուղային կապ Պարսից ծոցի հետ կամ Սև ծովի հետ առանց բանի Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով անցնելու։ Այնտեղ վրացականով մենք ունենք դեպի այդ ուղղությունը, բայց դեպի Պարսից ծոց մենք ունենք, թե չունենք։ Հիմա մենք առաջարկում ենք կառուցել ալտերնատիվ երկաթուղի, որպեսզի այդ
այսպես կոչված խաղաղության գործարքը, որը մինչև հիմա չէ նյութականացվել, դառնա մի խաղաղություն, որը աշխարհաքաղաքական բալանսը կապահովի, որովհետև տեսեք, եթե մենք կառուցում ենք Երևանը Մեղրիի հետ Զանգեզուրի միջոցով միացնող երկաթուղի, դա արդեն նշանակում է, որ մենք կարողանանք եւ Չինաստանից, որը արդեն երկաթուղով կապվել է Իրանի հետ, եւ Հնդկաստանից, որը կարող է իր ապրանքները բերի Չահոբար նավահանգիստը Իրանի եւ այնտեղից արդեն երկաթուղով մտցնի Մեղրիով, Զանգեզուրով բարձրացնի Երևան, այդ ամպրակափոխանակությունը մենք կարող ենք ունենալ առանց հատելու Ադրբեջանի տարածքը, որը մեզ այլընտրանքներ է նաև շնորհում, ինչը նաև կնպաստի մեր տնտեսական զարգացմանը։ Իսկ եթե ինչ պլաներում տենց բաներ էլ կան, եթե կառուցվի Լարսով Ռուսաստան-Վրաստան միացնող երկաթուղին կամ բացվի աբխազական երկաթուղին, դա արդեն կնշանակի, որ ինչ որ Հնդկաստանը ժամանակին առաջարկել էր, կբացվի ճանապարհ Հնդկաստանից դեպի Ֆինլանդիա, այսինքն դեպի Ռուսաստան, որի երկաթուղին կանցնի Հայաստանով առանց մտնելու Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածք։ Սա մեզ համար կարևորագույն լուծումներ են, եւ մենք ուզում ենք հասկանալ, արդյոք այն ինչ որ իշխանությունը առաջարկել է, մնալու է միջանցք, թե դառնալու է այն ինչ որ մենք ենք առաջարկում, հանգույց, այսինքն հանգույց դա նշանակում է արդեն նաև այն ինչ որ ես ասացի։ Մենք առաջարկում ենք որ BRICS-ի կոնսորցիումով, BRICS-ի երկրների մասնակցությամբ, նկատի ունենք Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, կառուցվի նաև այդ ալտերնատիվ ճանապարհը, ինչը կվերականգնի աշխարհաքաղաքական բալանսը։ Իշխանությունները այս հարցի պատասխանը չեն տալիս եւ բացի ընդհանուր բաներից, որ գիտեք, ինչ դե հիմա երրորդ երկրները ինչ կուզեն կարողանան բանանել, իրականացնել, առանց պատասխանել են հարցին, որ նման պրոյեկտներ իրականացվում են միայն մեկ դեպքում, երբ որ ինքը երկիրը, որի տարածքով դա պետք է անցնի, հանդես է գալիս նման նախաձեռնությամբ եւ փորձում է այդ պրոյեկտի շուրջ կառուցել կոալիցիա։ Կարճ ասած, այն հանգույցը, որ մենք առաջարկում ենք, դա Հայաստանի ինքնիշխանության լուծումն է եւ աշխարհաքաղաքական հաշտության լուծումն է, այն ուղին, որը առաջարկում է Փաշինյանի կառավարությունը, դա Ադրբեջանի վասալային պետություն դառնալու ուղղությունն է եւ աշխարհաքաղաքական մի ամբողջ ճամբարի շահերի անտեսման ուղղությունն է եւ լուծումն է, ինչը աշխարհաքաղաքական ռումբ է դնում այսպես կոչված խաղաղության տակ։ Ինչ եմ ասում, այսպես կոչված, որովհետեւ խաղաղություն որպես այդպեսին չկա եւ վտանգված է լինելու նաեւ աշխարհաքաղաքական պատճառներով։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն էլ եւ իր թիմն էլ պնդում է հակառակը, ասում է, որ այս ծրագրով նաեւ կբացվի Հայաստանի տնտեսական շնչուղիները եւ նույն խաղաղության հետ կապված էլ վերջերս հայտարարեց, որ Հայաստանի երրորդ հանրապետությունում երբեք խաղաղություն չի եղել եւ այն 4-րդ հանրապետությունը, որ իրենք են հռչակելու, լինելու է այդտեղ խաղաղություն։ 4 հանրապետությունը դա Ադրբեջանի վասալիտետի տակ գտնվող Ադրբեջանի երազանքի պետությունն է, որը Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է Ալիևի առաջ կառուցելու։ Եվ այո, այդ Ադրբեջանի երազանքի պետության մեջ, որը անվանումը կմնա Հայաստանի Հանրապետություն, հուսով եմ, այնուամենայնիվ այդ Ադրբեջանի երազանքի պետությունը այլ տարբերակներ ստրատեգիական կոմունիկացիայի, քան Ադրբեջանի միջոցով չի ունենալու։ Իսկն Հայաստանը ընդամենը իսկապես վերածվում է ոչ թե տերմինի առումով, այլ բառից բուն իմաստով միջանցքի։ Հայաստանը օգտագործվելու է ընդամենը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կամ Արևմուտքի եւ Միջին Ասիայի համար որպես հաղորդակցության միջոց Հայաստանի վրայով։ Իսկ այն ինչ որ մենք ենք առաջարկում, դա մի պրոյեկտ է, որը կկապի Հայաստանը նախ ինքը իրան, որովհետև մենք այդ Մեղրիի կապը Երևանի հետ չունենք երկաթուղային, իսկ եթե իրականացվի այն ինչ որ Փաշինյանն է առաջարկում, այդ կապը մենք ունենալու ենք միևնույն է Ադրբեջանի միջոցով, ընդ որում չենք ունենալու նույն խոչընդոտ
բանի հաղորդակցության իրավունքները, որը մենք պետք է տանք ըստ ստորագրված պարտավորությունների Ադրբեջանին։ Սա ես նորից եմ պնդում, մեր ծրագիրը դա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման ծրագիր է եւ իսկապես խաղաղության հաստատման ծրագիր է, աշխարհաքաղաքական բալանսի վերականգնման ծրագիր է, որը միակն է, որ կարող է բերել Հայաստանին կայուն խաղաղություն եւ տնտեսական զարգացում։ Աշխարհակաղակական բալանսի մասին խոսեցիք, Հայաստանը հայտնվել է մի կետի վրա, որտեղ պետք է հավասարակշռի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Իրանի հակադիր շահերը։ Ինչ գործիք ունի փոքր Հայաստանը այս գերտերությունների մրցակցությունում։ Սյունիքը։ Սա մեր ակտիվն է։ Սա մեր ինքնիշխան ակտիվն է։ Ժամանակին 1994 թվականին Ադրբեջանը ուներ իր նավթը, որի շուրջ գնում էր համաշխարհային մրցակցություն եւ այդ մրցակցության պատճառով պրոքսի պատերազմների պատճառով, որոնք գնում էին այն ժամանակ Արևմուտքի եւ Ռուսաստանի եւ Իրանի միջև, Ադրբեջանը ենթարկվում էր հեղաշրջումների մի ամբողջ շղթայի եւ չէր կարողանում որևէ կերպ կայունացնել ներքին իրավիճակը, բաժանվել էր մի քանի պետությունների, անգամ Տալիշ Մուղանի հանրապետություն, լեզգիներն էին ինչ որ գլուխ բարձրացրել եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը ավարտվեց այն պահին, երբ որ Ալիևը, Հեյդար Ալիևը, այս նախագահի հայրը բանակցեց բոլորի հետ, ռուսների, ֆրանսիացիների, ամերիկացիների, անգլիացիների հետ եւ նաեւ Իրանը մասնակցեց այդ ամեն ինչին, այդ բանակցություններին մի կոնսորցիումի ստեղծում, որը բաժանեց ադրբեջանական նավթը, այդ ակտիվը այդ դրանից ակնկալվող շահույթները ըստ փայերի այդ պետությունների միջև եւ այդ ուղի են պահն է 1994 թվականի այսպես կոչված դարի կոնտրակտը, երբ Ադրբեջանը վերջնականապես կայունացավ եւ կարողացավ արդեն օգտագործել իր նավթային ռեսուրսները նաեւ իր բանակը կառուցելու համար, իսկ հետո նաեւ ռևանշի հասնելու Արցախում։ Հիմա մենք գտնվում ենք ուղիղ նույն իրավիճակում եւ աշխարհի համար, տարբեր աշխարհակաղակական խաղացողների համար Սյունիքի Զանգեզուրը, Սյունիքը ստացել է շատ մեծ աշխարհակաղակական նշանակություն։ Դրա համար պայքարում են եւ ռուսները, եւ ամերիկացիները, եւ թուրքերը, եւ Իրանը, եւ Չինաստանը, եւ Հնդկաստանը։ Այս բանը մենք պետք է հասկանանք, եթե մենք այսպես թողենք որ տեսնենք ով ավելի ուժեղ, ով այնտեղ ինչ կանի, դա ըստ էության այդ ակտիվը արդեն մեզնից փոխվում է, այսինքն մենք այդ նույնն է, ոնց որ ասենք դու քո այգում մի լավ ծառ ունենաս, բայց քանի որ շուրջ կողմը ուժեղ տղեկ են, իրանք կան այդ պատուղները վայելեն ու դու ընդհանրապես հանդուրժես տեսնես թե ով ավելի ուժեղ, ով չէ։ Մենք պետք է դառնանք իսկապես ինքնիշխան, իսկ դա նշանակում է, որ այո, պետք է աշխարհի ուժեղների հետ բանակցել նման մի կոնսորցիում, նման մի լուծում, որը ներդաշնակեցնում է աշխարհակաղակական խաղացողների շահերը։ Եվ ես ասում, Հայաստանը ունի այդտեղ առանցքային դերակատարություն, որտեղ դա մեր ակտիվն է, դա մեր միջազգայինորեն ճանաչված բանն է, տարածքն է, եւ միջազգային իրավունքի համաձայն միայն մենք ենք, որ կարող ենք սուվերեն որոշումներ ընդունել այդ տարածքի օգտագործման համար։ Եթե մենք հանձնվենք արտաքին ճնշումներին կամ թողենք, որ արտաքին խաղացողները իրենց պայքարում որոշեն, թե ումն է պատկանելու այդ ռեսուրսը, մենք ընդհանրապես դառնում ենք պրոքսի պատերազմների թաթերաբեմ։ Այսինքն, ստեղ լինելու են հեղաշրջումներ, ստեղ լինելու են կռիվներ, պատերազմներ եւ այլն եւ այլն։ Իսկ եթե մենք վերցնենք դա մեր ձեռքը, որը շատ դժվար գործ է, որովհետեւ մենք պետք է իսկապես շատ սուր հակասություններ ունեցող աշխարհակաղակական լուրջ խաղացողների միջև փորձենք ներդաշնակեցնել իրենց շահերը, եթե մենք դա անենք, մենք իսկապես մեր ինքնիշխանությունը կլցնենք լուրջ բովանդակությամբ եւ կօգտվենք այդ ամեն ինչից, կկայունացնենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Զանգեզուրի շուրջ այս պայքարի շուրջ ստեղծված իրավիճակը եւ վերջապես կգտնենք կայունացնող եւ դեպի խաղաղություն տանող լուծումներ։ Իսկ Հայաստանը ունի մշակված արտաքին ռազմավարություն, թե առաջնորդվում է իրավիճակային արձագանքներով։
եթե դուք խոսում եք Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին, մենք ունենք մի խայտառակ իշխանության հետ գործ, որը ժամանակին ընդհանրապես ստրատեգիական որևէ բան չի ունեցել, ճանապարհ չի ունեցել, որը 2019 թվականին մերժեց միջազգային հանրության պլանը ԵԱՀ-ի համանախագահների, Մինսկի խմբի համանախագահների կողմից Ռուսաստանի, Ամերիկայի եւ Ֆրանսիայի կողմից առաջարկված պլանը խաղաղության, որով ըստ էության մենք կպահպանեինք մեր վերահսկողությունը ամբողջ Արցախի նկատմամբ, գումարած Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ, եւ դրա պատճառով ըստ էության հրահրեց պատերազմը։ Նիկոլ Փաշինյանը հրահրել է այդ պատերազմը, որովհետև Մինսկի խմբի համանախագահությունը, նրա կողմից առաջարկների այդ քննարկման, այդ բանակցությունների ֆորմատը, դա գլխավոր գործիքն էր, որով միջազգային հանրությունը զսպում էր այս պատերազմը, երբ որ Հայաստանը հրաժարվում է բանակցելուց, անում է պրովոկացիոն քայլեր, գնում է, ասենք, չգիտեմ, Շուշիում պարում է Նիկոլ Փաշինյանը, բանում Ստեփանակերտում ասում է Արցախ Հայաստան է եւ վերջ, Տավուշյան այդ բանն է անում, արկածախնդրությունն է անում, եւ այս ամեն ինչի տակ դրված է իր բանակցությունների մերժումը իր կողմից, որը ինքը ակնհայտ հայտարարեց ամբողջ հասկային, ասելով, որ ես կսկսեմ բանակցությունները զրոյական կետից եւ կբանակցեմ նրանց ինչպես ես եմ ուզում եւ պայմաններ դրեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի վերադարձ դեպի ֆորմատ ինքը հրաժարվում է որևէ բանակցությունից, ինքը սարով պայթեցրեց այն միակ գործիքը, որը զսպում էր Ադրբեջանին։ Այո, ես չեմ ասում, որ Հայաստանն է ագրեսոր եղել այս պատերազմում։ Այս պատերազմի ագրեսորը միանշանակ է Ադրբեջանն է, նրանք ռազմական հանցագործություններ են կատարել, իրենք են հարձակվել, իրենք են սկսել այդ պատերազմը, բայց երբ որ դու լինելով ավելի թույլ կողմ ես հակամարտության մեջ ջարդում ես քո գործողություններով այն ձևաչափը, որը ապահովում էր խաղաղությունը եւ միջազգային ճնշումը եւ զսպման մեխանիզմները Ադրբեջանի նկատմամբ, երբ որ դու ինքը դա անում ես, իսկ Նիկոլ Փաշինյանը հենց դա արեց, դա նշանակում է դու հրարեցիր պատերազմը, դու պայթացրեցիր այդ պատերազմը ու տարար մեզ մի պատերազմ, որտեղ մենք որևէ շանս հաղթելու չունեինք։ Ուր է այստեղ ռազմավարություն։ Ճիշտ է, հիմա հետին թվով Փաշինյանը ռազմավարություն իրան վերագրում է։ Այս վերջի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրին նվիրված այդ իր ուղերձում ինքը գրավոր մտածված մի ուղերձով ասել է, որ այո, այն ժամանակ մենք մերժեցինք, չընդունեցինք այդ զիջումները, նկատի ունի 2019 թվականի այդ իմ նկարագրված պլանը, որովհետև մեզ պետք էր մի ռազմավարություն, որը կբերեր մեզ հաշտության Ադրբեջանի հետ եւ երկխոսության Թուրքիայի հետ։ Այսինքն մարդը բառացիորեն ասում է հետեւյալը, որ մենք գիտակցաբար քանդել ենք, ջախջախել ենք Արցախը, զոհաբերել ենք Արցախը, որպեսզի կայանա մի հաշտություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որը մեզ անկախ երկիր կդարձնի։ Հիմա իդեպ ես այս առումով ուզում եմ հիշեմ, այստեղ հիմա կատարվում է մի կարևորագույն իրադարձություն, դուք հիշում եք, որ ստեղծվել էր Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ պատերազմի պատճառները եւ պատերազմի այդ մեր պարտության պատճառները ուսումնասիրող 44-օրյա պատերազմի մասին է խոսքը։ Այդ հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի ուսումնասիրեր այդ բաները։ Հիմա տարիներ շարունակ այդ շոուները սարքելով, պատասխանատվության, մեղավորության եւ այլն, հիմա իրենք պարզվում է չեն էլ կարողանում դա ներկայացնել, ոնց որ կանոնադրություն կանոնակարգը պահանջում է ազգային ժողովի, չեն կարողանում դա ներկայացնել լիագումար նիստի։ Հիմա ինչ որ պրիոմներ են մտածել, Անե Սիմոնյանը ասում է, դե մենք էդի փակ լսման մեջ բան կանենք եւ այլն, բայց դրանք բոլորը իրականում դա օրենքի խախտում է, դա ընդհանրապես մի բան է նշանակում, որ իրենք այս ամբողջ շոուն սարքեցին մենակ դրա համար, որ մեղավորությունը իրենց վրայից հանեն, իրականում ասելու բան չունեն հասարակությանը, դա տապալվել է, այդ հիմա բան են անելու, փակելու են այդ բաները, եզրակացությունները, բացահայտված բոլոր փաստերը, ամեն ինչ պարտակելու են, որովհետև գլխավոր մեղավորը իր իսկ ինքնախոստովանությամբ Նիկոլ Փաշինյանն է ինքն ասել, ես ունեցել եմ ռազմավարություն կործանել Արցախը հանուն խաղաղության Ադրբեջանի հետ։ Ինքը ասել է դա 23-ի օգոստոսի իր ուղերձում։ Ով չի հավատում, թող ինքը բացի այդ ուղերձը կարդա եւ տեսնի այդ տրամաբանական շղթան։
Պարոն Զուրաբյան, անդրադառնանք ներքաղաքական իրադարձություններին, ներքաղաքական կյանքում էլ ոչինչ հարթ չէ։ Փաշինյանի երեկվա ելույթին դեռ կանդրադառնանք, բայց նախքան դա ԵԽԽՎ-ում աննախադեպ ելույթի մասին խոսենք։ Նման մեծ ամբիոնը գործած էր ներքաղաքական թեմաների մասին խոսելու, ընդդիմության վրա ցեղ շպրտելու համար, շրջանցելով ամենակարևոր թեմաները՝ Արցախի հարցը, Արցախահայության վերադարձի հարցը, գերիների վերադարձի հարցը։ Որն էր այդ ելույթի ուղերձը, հիմնական ուղերձը։ Եթե դուք փնտրեք, փորձեք գտնել որևէ տարբերություն այսօրվա պաշտոնական դիրքորոշման մեջ Հայաստանի եւ Ալիևի դիրքորոշման մեջ, ինձ խնդրում եմ դրա մասին տեղեկացրեք։ Ես նման տարբերություն չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանի այս վերջին տարիների ռոպագանդան ուղղված է միայն նրան, ըստ էության հաստատել ադրբեջանական ամբողջ ռոպագանդիստական կամպանիայի հիմքերը։ Այդ մենք ենք Ղարաբաղյան բանը շարժումը սկսելով հրահրել պատերազմ, սա ասում է արդեն Փաշինյանը, արդեն պարզ ասում են դրա մասին, որ այդ որ ասին Արցախը, որ ասին բանա 89 թվի որոշումը ընդունեցին, այդտենց դրվեց այդ հիմքերը։ Այսինքն բայց մենք ժողովրդով անցել ենք չէ ճանապարհը։ Մենք գիտենք, որ իրականում սովետական միության այդ դեմոկրատիզացիայի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական բանի դեպուտատների խորհուրդը որոշում էր ընդունել, որ Ղարաբաղը միանա Հայաստանին, այսինքն ադրբեջանական սոցիալիստական խորհրդային հանրապետությունից փոխանցվի հայկական, ինչը լրիվ տեղավորվում էր սովետական բանի մեջ, սահմանադրության շրջանակների մեջ, ինչին Ադրբեջանը պատասխանեց բռնություններով, ջարդարարությամբ, Սումգայիթով, Կիրովաբադում այդ մեծ սպանություններով, զանգվածային ջարդերով հայ բնակչության դեմ, իսկ հետո սկսեց լայնամասշտաբ պատերազմ բանի Ղարաբաղի դեմ, ինչի պատճառով էլ ի վերջո Լեռնային Ղարաբաղը որպես փրկություն ընտրեց անջատման ճանապարհը եւ գնաց իր ինքնորոշման իրավունքը հաստատելու ուղղությամբ։ Հիմա այս մարդիկ ամեն ինչ էս ամբողջ պատմությունը գլխի վայր շուռ են տալիս եւ բերում են լրիվ համապատասխանեցնում ադրբեջանական, ալիևյան, հենց Իլհամ Ալիևյան պրոպագանդայի բոլոր դրույթներին։ Հիմա պարզվում է այդ չէ, այդ մենք ենք սկսել պատերազմը։ Պարզվում է, որ այո, պետք է ինչ ա եղել, պետք է բանը այդ մենք հիմա չպետք է դնենք վերադարձի հարց, ընդհանրապես այդպեսի Բաքվի այդ գերիները պետք է մնան այնտեղ, ոչ մի հարց իսկապես դուք ինչպես ճիշտ ասացիք, չի բարձրացվում, ոչ մի հարց չի բարձրացվում, որովհետև այսօր ցանկացած հարցի բարձրացում, անգամ ամենատրամաբանական եւ ամենահումանիտար հարցերի բարձրացումը Նիկոլ Փաշինյանի կողմից եւ իր թիմի կողմից նկարագրվում է որպես կոնֆլիկտածին, պատերազմածին։ Եվ սա ինչ է նշանակում, սա նշանակում է մի բան, մենք այսօր ամեն ինչում համերաշխ ենք Իլհամ Ալիևի հետ։ Իսկ Իլհամ Ալիևը սադիստական հետևողականությամբ ուղղակի թելադրում է մեզ զիջման հետևից առանց դրա փոխարեն որևէ բան տալով, առանց անգամ դնելով իր ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ։ Ալիևը այլ պահանջներ էլ է ներկայացնում, սահմանադրության փոխել, իսկ դուք կարծում եք սահմանադրությունը փոխելու այդ առաջարկից հետո ինքը դառնալով բավարարվելու է։ Հա, իդեպ, դուք ասեք Եվրոպայի խորհրդում Փաշինյանը այդ սահմանադրության փոփոխության պահանջը Ալիևյան ներկայացնում է լրիվ ուրիշ տեսակետից։ Այ մեր ժողովուրդը չի սիրում իր պետությունը, որովհետև չունի այն սահմանությունը, որը իրան սազականը կամ իր ուզածն է։ Դա է պատճառը, որ Հայաստանի ժողովուրդը չի սիրում իր պետությունը։ Հարցը ծագում։ Դուք ուրիշ տեղ տեսել եք որևէ լիդերի, որը գնա միջազգային հանրության կողմից ասի, որ մեր ժողովուրդը մեր պետությունը չի սիրում։ Այդպեսի բան տեսել եք։ Այդպեսի բան կարող էր անել միայն Ալիևյան ագենտը, որը իսկապես ուզում է ստեղծի ադրբեջանական 4-րդ հանրապետություն։ Եվ պետք է այո ներկայացնել այնպես, որ հայ ժողովուրդը ինքը իր պետությունը չի սիրում։ Հետևաբար այդ պետությունը պետք է վերացնել։ Պետք է ստեղծել մի այլ պետություն,
նորից եմ կրկնում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երազանքի պետությունը։ Երեկ էլ ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը շարունակեց մեղադրել ընդդիմությանը նախատել, արդյոք մեր ընդդիմությունն ունակ է համակարգված եւ համախմբված պայքար մղել իշխանության դեմ։ Գիտեք, դա մեծ պատրանք է, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ամբողջ ընդդիմությանը հնարավոր է միավորել։ Մենք ունենք շատ բազմատեսակ ընդդիմություն եւ պարլամենտում, եւ պարլամենտից դուրս, եւ հայդատական, եւ սոցիալիստական, եւ լիբերալ, եւ հազար մի ուղղություն եւ գաղափարախոսություն դավանող ընդդիմադիր հոսանքներ, այդ բոլորին մի հատ միասնական ճամբարի մեջ միավորելը դա ուտոպիա է, որը ընդհանրապես որևէ երկրում երբեք տեղի չի ունեցել։ Ուրիշ բան է, որ ես կարծում եմ ավելի իրատեսական է այն խնդրի լուծումը, ըստ որի կարևոր ուղղություններով ընդհանուր պլատֆորմայի հիման վրա կմիավորվի բավականաչափ քանակով քաղաքական ուժեր, անհատներ, չգիտեմ, մտավորականներ, որպեսզի ստեղծի մի ընդդիմություն, միասնական ընդդիմություն, որը կընկալվի հայ ժողովրդի կողմից որպես գլխավոր ալտերնատիվ այս ռեժիմին։ Մեր ժողովուրդը շատ վատ է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այս խաբեբայություններին սերիական, այս նրա բերած այս աղետներին, պարտություններին, ըստ էության հայ ժողովրդի անվտանգության համակարգի իր կողմից ոչնչացմանը, բայց ինչպես ես մի անգամ արտահայտվեցի, ինքը չի ուզում շանից փախնի, ընկնի գելի բերան, այսինքն ինքը պետք է տեսնի ինչ որ մի առաջնորդություն, որին ինքը վստահում է։ Այդ առաջնորդությունը այս պահին առայժմ դեռ ստեղծված չի, բայց այդ ուղղությամբ պետք է գնալ եւ ես պետք է ձեզ տեղեկացնեմ, նաեւ եթե չգիտեք դրա մասին, որ մենք բանակցություններ ենք վարում տարբեր անհատների հետ, տարբեր քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են մի համախմբել մեր հետ օրինակի համար այդ իրատեսական խաղաղության ծրագրի կառուցման հարցում, մասնավորապես դրա կարևոր էլեմենտը դա բանն է, այդ երկաթուղու կառուցումն է, որի մասին մենք խոսեցինք, դեմոկրատիան Հայաստանում խորացնելու, Հայաստանի սահմանադրական համակարգը ի վերջո բերելու իր ակունքների նախագահական համակարգի վերականգնմանը եւ դրանից հետո արդեն պետք է բոլոր էքսպերիմենտները կանգնացնենք կառավարման մոդելի փոփոխության հետ կապված ներառական պետություն ստեղծելու եւ այդպես տեխնոլոգիական մեր զարգացումը ապահովելու դա այդպեսի մի քանի ուղղության շուրջ ինչ որ պլատֆորմ ստեղծվի, որի շուրջ կարելի է միավորել մեծ համախմբում սարքել, որի վերջնական ու գլխավոր նպատակը պետք է լինի, որ ժողովուրդը տեսնի իր համար վստահելի առաջնորդություն եւ արդեն հասկանա, որ այո, Նիկոլին հեռացնելու հեռանկար կա, նաեւ այն պատճառով, որովհետեւ կա մի ուժ, որը պատրաստ է ստանձնել երկրի կառավարման ղեկը։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը իմպիչմենտի գործընթաց է սկսել, իրատեսական եք համարում իշխանափոխության այս տարբերակը։ Մենք գնացինք այդ լսումներին, որ իրանք էլ էին մեզ հրավիրել էին այդ լսումներին, ընդ որում ես նախապես զգուշացրել էի, որ հրավիրում եք, բայց մենք ունենք լրիվ մեր տեսլականը, թե ինչպես կարելի է այդ ամեն ինչը անել, եւ այնտեղ շատ բաց ես ասացի, որ impeachment կլինի, ընտրություններով կլինի այդ փոփոխությունը, այդ ամեն ինչը տեղի չի ունենա, քանի դեռ չկա այս համաժողովրդական շարժումը, որի մասին ես խոսում եմ, եւ շատ հեշտությամբ տեղի կունենա, երբ որ այդ համաժողովրդական շարժումը ստեղծվի։ Իհարկե, նորից կրկնում եմ այդ գնահատականը, եթե այդ իմ ասած այդ համաժողովրդական շարժումը չստեղծենք, ոչ impeachment-ն է իրատեսական, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացման հեռանկարը։ Ստեղծեցինք, ուրեմն միգուցե impeachment-ով էլ լուծվի այդ հարցը ավելի արագ, իսկ միգուցե այդ հարցը լուծվի
ընտրությունները, որը ես ավելի իրատեսական եմ համարում։ Հայ ազգային կոնգրեսը որպես արտախորհրդարանական ընդդիմություն վերջերս բավականին ակտիվ է եւ նաեւ հայտարարեցիք, որ գալիք ընտրությանը մասնակցելու եք։ Ինչ ծրագրով եւ ինչ թիմով եք պատրաստվում գնալ ընտրության։ Դե ես արդեն ասացի ծրագրի մասին, մեծ հաշվով ասացի ինչ պլատֆորմ ենք պատկերացնում։ Դա իրատեսականությունն է, խաղաղության, բայց ոչ թե այս կեղծ խաղաղության։ Սա կեղծ խաղաղություն է։ Այն ինչ որ Նիկոլը հիմա մատուցում է մեր հայ ժողովրդին, դա մեծ խաբեություն է, սուտ է։ 10 տարվա, ներողություն, 7.5 տարվա մեջ ինքը արդեն 10 ռազմական բախման է մեզ բերել Ադրբեջանի հետ։ Հա, էլի տենց ունեցել ենք ժամանակավոր ինչ որ դադարներ, բաներ, անգամ զինադադար ենք ստորագրել, եթե հիշում եք 21 թվին մենք մի անգամ արդեն ունեցել ենք այս ժամանակաշրջանը, որ այլևս խաղաղության դարաշրջան է, արդեն կարելի է գնալ զարգացման եւ այլն։ Պարզվեց այն էլ էր սուտ, հիմա շատ արագ կպարզվի, որ սա էլ է սուտ։ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չի խաղաղություն հաստատել։ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի հարցնում։ Նիկոլ Փաշինյանին ուղղակի ստիպում են ստորագրել այդ փաստաթղթերը, որը պետք են օրինակի համար Ադրբեջանին Զանգեզուրի միջանցքի նկատմամբ իր նկարտումները լեգիտիմացնելու համար։ Սա խաղաղություն չի։ Մենք մեր ծրագրին լելու է իրական խաղաղություն, որի կոնտուրները ես մոտավորապես նկարագրեցի, այդ նկատի ունենալով Զանգեզուրյան այդ հանգույցի կառուցումը եւ աշխարհակահաղական ներդաշնակեցումը, դա պետք է լինի իսկապես անկախական մոտեցում մեր միջազգային հարաբերություններին, ինչը նշանակում է, որ մենք ոչ մեկի սատելիտը չենք, ոչ արևմուտքի, ոչ BRICS-ի, ոչ որևէ մեկի։ Մենք պետք է վերականգնենք 90-ականների թվի այն դոկտրինը, ըստ որի մենք ամբողջ աշխարհի հետ աշխատում ենք եւ շատ արդյունավետ ենք աշխատում։ Մենք ցուցադրեցինք, որ կարող ենք եւ Վաշինգտոն գնալ հարցեր լուծել, եւ Մոսկվա գնալ հարցեր լուծել, եւ Թեհրան գնալ հարցեր լուծել, եւ Պեկին գնալ հարցեր լուծել, եւ մենք դա շատ լավ ձևով անում ենք։ Այս նույնը պետք է վերականգնել։ Մենք պետք է հասկանանք մի բան, որ ժամանակակից աշխարհում առանց տեխնոլոգիական առաջընթացի են առաջնագծի վրա ինչ որ դիրքեր գրավելու, մենք երկիրը չենք կարողանալու զարգացնել։ Ընդհանրապես որևէ տնտեսություն չի կարող արևի տակ տեղ գրավել, եթե ինքը գոնե ինչ որ իրեն համար հատուկ խորշային տեխնոլոգիաների բնագավառում չունի առաջատար դիրքեր։ Այսինքն դա պետք է լինեն տեխնոլոգիական ինչ որ ուղղություններ, որտեղ միայն Հայաստանն է լինելու լիդերը, ու դա հնարավոր բան է, որտեղ այսօր գիտեք ինչ տեխնոլոգիական զարգացումները այնքան լայն սպեկտրով են գնում, որ այդ սպեկտրի մեջ եթե նորմալ կառավարում լինի որևէ երկրում, այդ երկիրը կարող է ստանձնել ինչ որ առաջատար դիրքեր շատ կոնկրետ խորշային ուղղություններով։ Դա նպատակ է, որով մենք պետք է գնանք։ Մենք պետք է ստեղծենք ներառական պետություն, այսինքն պետություն, որտեղ ոչ թե միայն իշխանավորների մերձավորներն են օգտվում տնտեսական բարիքներից, այլ բոլորի համար ստեղծվում է հավասար իրավիճակ։ Դա հայտնի է Տարոն Աջեմօղլուի այդ բանի գրքի եւ դրա համար էլ հենց Նոբելյան մրցանակ է ստացել այդ մեր հայրենակիցը, նա հայ է իր ծագումով, այդ կոնցեպցիան մենք պետք է իրականացնենք նաեւ Հայաստանում, որտեվ դու պետք է փոխես, վերափոխես քո ինստիտուտները, որ դրանք ներառական դարձնես։ Բոլորը պետք է կարողանան օգտվեն հավասարապես այն հնարավորություններից, որը իշխանության ինստիտուտները կամ պետության ինստիտուտները ստեղծում են։ Եվ այլն, այսպես մի քանի ուղղություն կա, որի շուրջ մենք ունենք շատ լուրջ ծրագրային մոտեցումներ եւ որի շուրջ մենք կուզենք համախմբել մեր ուժերը նաեւ այլ ուժերի հետ։ Իսկ ինչպես եք պատկերացնում Արցախի հարցի կարգավորումն ու արցախահայության վերադարձը։ Հա, հիմա այստեղ մենք պետք է ռեալիստ լինենք, այսինքն մենք 88 թվին մենք ռեալիստական ենք համարում Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ, դա սովետական միության փլուզումով ստեղծեց մի նոր իրավիճակ, երբ որ մենք պետք է արդեն խոսենք Արցախի ինքնորոշման մասին, եւ մենք
նորից շատ ռեալիստական ծրագիր ունենք ու այդ ռեալիստական ծրագիրը իրականացրեցինք 94 թվականի այդ Բուդապեշտյան սամիթով, երբ որ 54 երկիր ունեցող, անդամ ունեցող այդ կազմակերպությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղին հավասար կոնֆլիկտի կողմ եւ բանակցող կողմ եւ ամեն ինչ գնում էր դեպի այնպիսի լուծումներ, որոնք պիտի ստորագրվեն բացի Ադրբեջանից, Հայաստանից, նաեւ Լեռնային Ղարաբաղի կողմից։ Այսինքն մենք ինչ ասել ենք, իրականացրել ենք, բայց հիմա մենք պետք է հասկանանք, որ Փաշինյանի գործողությունները գոնե այս պահին անուղղելի եւ անշրջադարձ բան են, վնաս են տվել մեր անվտանգության համակարգին եւ մասնավորապես Արցախի Արցախը կրկնեց ցավոք սրտի Բիթլիսի, Քարսի, Վանի ճակատագիրը։ Հիմա ասել, որ մենք վաղ գալիս ենք իշխանության ու միանգամից վերադարձնելու ենք արցախցիներին իրենց պատմական հայրենիք, դա կլիներ ուղղակի խաբեություն, որը շատ քաղաքական ուժեր իրենց թույլ են տալիս, բայց մենք նման բան երբեք չենք ասի, որովհետև մենք մեր ժողովրդին երբեք չենք խաբել ու չենք խաբելու հետագայում։ Եկեք պարզ վերլուծենք միասին։ Եթե որևէ հայ, դուք այսօր Ղարաբաղցիների հետ շփվում եք, արցախցիների հետ շփվում եք մեր փողոցներում, մեր Հայաստանի տարածքում եւ այլն, նրանցից որևէ մեկը կվերադառնա Ադրբեջան, որը բռնատիրական Ադրբեջանը, որը իրենց զավակներին տանելու ադրբեջանական բանակում ստորացնելու, որը ամեն պահի նրանց գույքային իրավունքները ոտնահարելու է, ել չեմ խոսում տարբեր կոնֆլիկտներ, ել չեմ խոսում, որ դատարանները, բաները, այդ ամեն ինչը լինելու Ադրբեջանի ձեռքում։ Մարդիկ կգնան տենց Ադրբեջանում ապրելու, բնականաբար ոչ։ Հետևաբար միակ պայմանը, որով Ղարաբաղցին կամ արցախցին կգնա հետ, դա միջազգային գառանցաների ստեղծումն է։ Այսինքն այնտեղ պետք է լինի Ադրբեջանի այդ տարածքում, Արցախի տարածքում պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակում։ Մի բան, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի, եւ մի բան, որին իրան կարելի է ստիպել միայն պատերազմի միջոցով։ Հիմա ինչ մենք դա իրատեսական ենք համարում, որ մենք պատերազմով կարողանալու ենք ստիպել Ադրբեջանին ընդունել այդ իր ինքնիշխանության սահմանափակումը Արցախի տարածքում, բնականաբար սա արկածախնդրական մի պատրանք է, եթե ինչ որ մեկը նման բան պնդում է եւ առաջարկում է։ Մենք պետք է հասկանանք, որ առայժմ մեր առաջնայնությունը պետք է լինի ոչ թե ճանաչելով, ընդունելով այդ պատմական հայրենիք վերադառնալու այդ իրավունքը, որը բոլորը ճանաչում են։ Մենք պետք է հասկանանք, որ այս աշխարհում, այսօրվա աշխարհում դա չի կարող դիտարկվել առաջնայնություն, որովհետև անիրատեսական է, հետևաբար մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք երկու կարևոր խնդրի վրա։ Ուրեմն Ղարաբաղցիների, արցախցիների սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ինտեգրացիան Հայաստանում, այդ մարդիկ պիտի այստեղ մնան որպես կուռ համայնք, չթողեն գնան, ծրվեն եւ այլն, մեզ նաեւ պետք է արցախայության պահպանումը եւ իրանք պիտի զգան իրենց լրիվ բոլորի հետ, լրիվ հավասարազոր քաղաքացի, բոլոր նույնատիպ իրավունքներով, հնարավորություններով։ Այսինքն մենք առաջին հերթին պետք է ինտեգրացիայով զբաղվենք, նկատի ունելով նաեւ պահպանումը նրանց որպես միավոր, ասենց ասեմ, համայնքային միավոր։ Եվ երկրորդը մենք պետք է զբաղվենք իրանց գույքային եւ այլ իրավունքների պաշտպանությունով, պետք է զբաղվենք Արցախի ղեկավարների իրավունքների պաշտպանությունով եւ վերադարձով Բաքվի այդ գերությունից եւ այլն։ Այս պիտի լինեն մեր որոնք իրատեսական նպատակներ են եւ դրան կարելի է հասնել, եթե մենք ոչ թե պարկենք Ադրբեջանի տակ, այլ գիտեք ինչ որ լեգիտիմ պահանջներ դնենք։ Ու առաջին հերթին Ադրբեջանը ինքը պիտի տեսնի, այսօրվա Հայաստանում ինքը նման դիմադրության ուժ չի տեսնում։ Ինքը տեսնում է այսօրվա Հայաստանում մի ջարդված ժողովուրդ դավաճան ղեկավարով, որին կարելի է կամաց միշտ ինչ որ զիջումների դրթել եւ ստանալ այդ զիջումները եւ ըստ էության առանց պատրոն կրակելու, առանց զինվորի արյուն թափելու, ուղղակի կամաց հասնել իրենց բոլոր նպատակների իրականացման։ Այդ են տեսնում։ Իրենք չի խաղաղություն կնքեն նման պետության կամ ժողովրդի հետ։ Իրականում խաղաղությունը նաև իրատեսական կարելի է դարձնել այդ պայմանում, երբ որ Ադրբեջանը տեսնի, որ իր դեմը կանգնած է ինչ որ
դիմադրողության որոշակի պաշար ունեցող եւ կամքի տեր մի ժողովուրդ, որը ինքնուրույն է որոշում իր ճակատագիրը։ Մի բան, որ Փաշինյանի կառավարության դեպքում անիրականանալի բան է։ Հիմա, երբ որ դա կտեսնեն, այդ ժամանակ հակված կլինեն մեր հետ բանակցելու։ Այդ ժամանակ հակված կլինեն վերադարձնելու գերիներին։ Այդ ժամանակ հակված կլինեն մեր գոնե միջազգայինորեն ճանաչված տարածքներից, այդ ստրատեգիական բարձունքներից հետ քաշվելու։ Այդ ժամանակ իրանք կգնան նման բաների, բայց դրա համար դու իսկապես պետք է ստեղծես մի պետություն, որը եւ ներքին ռեսուրսներն է կարողանում հավաքել եւ ինչ որ ստրատեգիական պլանի ենթարկել եւ կարողանում է վերականգնել այդ իր հին դաշնակցային հարաբերությունները, ստեղծել ինչ որ կոալիցիաներ պետությունների առանց դառնալու սատելիտ, բայց ստեղծել կոալիցիաներ, որոնց շնորհիվ ինքը երկաթուղի կարող է սարքի, դիմադրությունն էլ կառուցի, տնտեսությունն էլ բարձրացնի, այդ բլոկադան ճեղքի դառնա իրականում անկախ մի պետություն, որը կարող է դիմակայել Ադրբեջանի ճնշումներին։ Այսօր Ադրբեջանը մեզ բանը, այսպես բռնել է մեր վզից։ Այսօր Ադրբեջանի ձեռքում ենք մենք։ Այդ որ ասում է թոք են առաջի 3 նախագահները թոք են մեր պետության վրա։ Այսօր մի հատ թոք կա։ Դա Նիկոլ Փաշինյանն է։ Այդ թոքը ընդ որում գտնվում է Ալիևի ձեռքում։ Ու ինքը գնալով այդ թոքը ավելի նեղացնում, ավելի շնչահեղձ անում Հայաստանին։ Էս է կատարվում։ Մի հատ դրանց body language-ը նայեք։ Այսօրվա հենց հանդիպման։ Չի երևում ինչ է կատարվում։ Երևում է նա դիկտատոր ու իրան հանձնված մի կամակատար, հանձնակատար, որը ընդամենը ենթադրում է այդ խոսակցություններում բարձրացում է խնդրանքներ, որ ախպեր ջան, մի ասեք էլի բան Զանգեզուրի միջանց, դա գրգռում է իմ դեմ հասարակական կարծիքը, բան աշխատեք ավելի բան ոչ հակամարտային այդպես բաներ կիրառել եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ դիվանագիտությունը Փաշինյանի վերածվել է այդպես խնդրանքների, որ ես մեկա ձեր գուբերնատորն եմ, այնց արեք, որ իմիջը շատ չփչանա։ Էս է իր քաղաքականության ամբողջ իմաստը։ Այս քաղաքականությամբ Հայաստանը ապագա չունի եւ ես պետք է վերափոխել, պետք է հեռացնել այս ռեժիմին, պետք է գնալ այն ուղղությամբ, որի մասին ես շատ երկար խոսեցի այս հարցազրույցում։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, տաղավարում զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։